Մեսրոպյան այբենից հետո երկրորդ մեծագույն ուղերձը, որ տրվեց մարդկությանը, դա ճարտարապետության տեսքով էր, դա Զվարթնոց տաճարն էր։ Անշուշտ մասնագիտական բերումով, անկախ ամեն ինչից, շատ վաղուց եմ իմանում, շատ վաղուց եմ ծանոթացել, չեմ ասում խորացել Զվարթնոցի ճարտարապետության այդ լուծումներին, որը ասենք եղել է, դա մեր դպրոցն է եղել, որտեղ մեզ սովորացրել են, մենք գիտեցել ենք ինչ բան է Զվարթնոցը, հրաշալի ճարտարապետական կոթող է եւ այլն։ Եթե այբուբենը դա Աստծո բանի, բանն Աստծոյի, Աստծո խոսքի խտացված գերխիտ համակարգ էր եւ է, եւ այբենում թաքնագրված են հայոց այբենում բոլոր գիտությունները եւ այդպիսի հարց չկա, որի պատասխանը չգտնվի այբենում, նաեւ ուղենիշ է մարդկության ճիշտ ապրելու եւ առ Աստված գնալու ճանապարհը ճիշտ ընտրելու համար։ Դա ամեն դեպքում մաքուր բանական համակարգ է այբուբենը, որպեսզի աստվածային իրողությունները եւ իմաստները, այդ գերգիտությունները ընկալելի լինեն առօրյա կիսահեթանոս վարքով ապրող մարդկանց համար, ճարտարապետության տեսքով իդեմս Զվարթնոցի տրվեց այդ ամբողջ գերգիտությունների համակարգը։ Ինչու ճարտարապետության տեսքով, որովհետեւ ճարտարապետությունը այն հավաքական գիտությունն է, ոլորտն է, որտեղ խաչվում եւ պարունակում են բոլոր գիտությունները, որտեղ խաչվում է մշակույթը եւ նյութը, նյութի մշակույթը եւ հոգու մշակույթը խաչվում են, նրանք համատեղ են հանդես գալիս։ Զվարթնոցը երաստիճան կառույց է ճարտարապետական եւ առաջի հարկը 32 միջնորմ ունի, 32 պատուհան։ Եթե սոսկ պայմանական գեղեցիկ գեղագիտական բաժանման մասին լիներ խոսքը, ապա 360 աշշանը, երբ որ բաժանում ենք 32 միջնորմի, ստացվում է 11 աստիճան 25 րոպե։ Այսինքն ճարտարապետի համար դյուրին կլիներ ամբողջ այդ շրջանը բաժաներ ոչ թե րոպեի ճշտության մասին, այլ կլոր աշշանների, ասենք 36, ասենք 40, ինչ որ։ Այսինքն ճարտարապետի առաջ խնդիր է եղել պահպանել թվային խորհուրդը։ Մի կարևոր հանգամանք կա մեր մասնագիտության մեջ եւ երևի շատ մասնագետ, այսինքն դա երևի կյանքի բերումով է, տենց, այսինքն երբ որ դու մի բան ես անում, ինչ-որ մեկի համար, դու անընդհատ գործ ունես պատվիրատուի հետ, հասարակական գործիչ, եթե գործ ունի ազգի հետ, չէ, պատվիրատուն, եւ այլն, այսինքն ոչ մի պարադոքս չկա այդտեղ, իսկապես տենց է։ Կարելի էր գտնել ճիշտ ուղին, երևի պատվիրատուի հետ ծանոթանալով։ Ինչ էր պատվիրատուն, որպեսզի ասենք ճարտարապետը կառուցեր։ Դա հիմք ընդունեցի եւ դիմեցի պատվիրատուին։ Հայտնի Ներսես կաթողիկոսը, Ներսես Շինողը, որի նախաձեռնությամբ եւ կառուցվել է տաճարը, բայց գրքերի եւ հրատարակությունների մեջ ամեն ինչ սխեմատիկ էր։ Իսկ Ներսեսը ասեց հրաշալի ճարտարապետը կառուցեց, Ներսեսը հոյակապ մարդ էր, սենց եղավ այս թվին վիճաբանություններ, որ թվին են կառուցել, 48 թվին, 51 թվին, թե քանի քարեր, այսինքն նորից տեսա որ նույն պատմությունն է, այսինքն չկա պատվիրատուի հետքը չի բացահայտվում, թե պատվիրատուն ինչա ուզեց է որ ինքը կառուցի, որպեսզի մենք դրանից ելնելով իմանանք ինչա ստացվել։ Հավանաբար պետք էր դիմել արդեն
ամենակարևոր պատվիրատուին։ Բայց որ ես փնտրում էի անընդհատ, երևի դա ինձ ստիպեց կամ ես նկատեցի երևի էլի այն ինչը որ փնտրում էի։ Ու նկատեցի իսկապես ինձ համար առաջի այդ ապրումները շատ հրաշալի երջանիկ բայր իհարկե, որ ես ընկալեցի, որ ես տեսա այն ինչը որ անընդհատ այդ մի տարի շարունակ ես փնտրում էի, այսինքն ես տեսա եւ հատակագիծը, ես տեսա եւ ճակատները, կտրվածքը, դա ինձ համար երջանկություն էր, ոնց որ նորից ծնվես, sense ասեմ, էլի, ինքդ քեզ համար։ Հայտնության մեջ հենց նկարագրվում էր այն, ինչը որ կառուցել էր Ներսես կաթողիկոսը։ Ես նորից կանրադառնամ Ներսես կաթողիկոսին, որովհետև այդտեղ սկսվեց իմ այդ հետարքիր խորանալը Ներսեսի էության մեջ, որովհետև ես գտել էի պատվիրատուին, գտել էի այդ պատվիրատուի պատվերը ու հետո հասկացա, որ հենց այդ պատվիրատուն ինքը ինչ էր իրականացրել։